ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, հայտնում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ հայտնում են, որ հունվարի 13-ից 14-ն ԱՄՆ-ում գտնվող Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոին։ Նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Aeroflot ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է, հետևում է Զվարթնոց օդանավակայանի առցանց չվացուցակից։ Նախորդին այս չվերթը չեղարկվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։ Ռոսավիացիայի տեղեկություններով օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Միաժամանակ ուշացումով Երևան կժամանեն Մինվոդիից և Մոսկվայից մեկնած ինքնաթիռները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ առևտուրանող երկրներին սպառնացել է 25% մաքսատուրքով։ Նա հայտարարել է, որ իր որոշումը վերջնական է և վճռորոշ։ Նշենք, որ վերջին տարիներին Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալներն աճել են։ Հարևան երկրից ներմուծվում են երկաթ և պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանն իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ և սարքավորումներ։ Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը շուրջ $1 միլիարդ է հասնում։ ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի Green Card-ի խաղարկության շրջանակում, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Հայտարարությունում նշվում է, որ Վաշինգտոնը ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրի ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ Ռուսական զորքերը երեքշաբթի վաղ առավոտյան հարձակվել են Կիևի, Օդեսայի և Խարկովի վրա։ Խարկով քաղաքում մեկ մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել։ Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը իր հերթին հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը փորձել են հետ մղել ուկրաինական օդային հարձակումը Տագանրոգի վրա։ Հարվածի մասին մանրամասները ճշտվում են։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխետա-Ստեպան-Ծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի կոփի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նախորդին այն բացվել էր մարդատար մեքենաների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից։ Հանրապետության շրջանների մեծ մասում կեսօրից հետո հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ին աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։ Այսօր կեսօրին Երևանում սպասվում է ձնախառն անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան ձյուն։